իրականություն, որի մեջ 5 տարի ապրում ենք, ֆիզիկապես ապրում ենք, հոգեպես տանջվում։ Ամեն սեպտեմբերի 26 այդ եւ լավ հիշողություն է, եւ վատ հիշողություն է, երբ որ դու մտածում ես, որ քո կյանքը բաժանվում է երկու մասի, մինչև 20 թվականը եւ 20 թվականից հետո։ Ծանր էր, գիշերը շատ ծանր է անցել, չգիտեմ, Նարեկ ջան, ցավալի է, որ երբ որ ծնողը գալիս է իր որդու շիրիմին, երբ որ պետք է հակառակը լիներ, զավակը գար ծնողի շիրիմին։ Վերջին լուսանկարը հրապարակել, վերջին լուսանկարը ձեր եւ Մխիթարի տեսակապեր, հա։ Տեսազանգի միջոցով էր 26-ին իմ աղջկա ծննդյան օրն էր, երբ որ մենք նշում էինք, ինքը տեսազանգով միացել էր։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի օրերն էր, որ թույլ չէին տալիս արձակուրդ գալ, բայց արդեն երբ որ բացեցին, որոշել ենք, որ սեպտեմբերի 29-ին պետք է հադրութում լինենք, Արցախում լինենք։ Այնքան տխուր էր իր աչքերը, այնքան, չգիտեմ, շատ թախծոտ էր։ Իրականում ես եւ ամուսինս թվում է թե պետք է ուրախ լինեինք այդ օրը, պետք է ուրախանայինք, բայց ինչ-որ ներքին լարվածություն կար, որ չենք կարողանում ուրախանալ։ Չգիտեմ, երևի ծնողի զգացողություն է, որ առավոտյան ինչ-որ մի բան լինելու է։ Այդպես տեսազանգի միջոցով միացել էր Մխիթարը ու ցանկանում էր բոլորին տեսնել։ Ես հեռախոսը պատտել եմ բոլորին հատիկ առ հատիկ տեսել եմ Մխիթարը։ Այդպես։ Այդ վերջին նկարն է եղել համատեղ, եթե կարելի է ասել համատեղ։ Այսօր ձեզ համար կրկնակի ծանր է, քանի որ Գարիկ Գալեյանը ձեր ամուսինը չի կարողանում դեռ այցելել Եռաբլուր, եթե չեմ սխալվում, տնային կալանքի տակ է, իր զգացողությունների, ապրումների մասին։ Ոնց պետք է լինի ծնողը, երբ որ չի կարողանում հատկապես այս օրերին այցելել որդու շիրիմին, վատ բառերով ուղղակի նկարագրել չեմ կարողանում, այդ մարդու հոգեվիճակն է, որ պետք է տեսնես, պետք է զգաս։ Ծանր է տանում, բայց ինչ արած, եթե գիտակցում ես, որ դուրս ես եկել պայքարի, հանուն արդարության, քո ճանապարհին կարան լինել եւ նմանատիպ խոչընդոտներ, կհաղթահարենք, դա էլ կհաղթահարենք, բայց իհարկե շատ է օգնում փոքրիկ Մխիթարը, բայց ամեն դեպքում մենք մեծ Մխիթարի պակասը շատ ենք զգում, շատ, իմ թիկունքը դատարկ է, միշտ ես ասում եմ, թիկունքս դատարկ է։